Успех построен на любви. Лебо Голд. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, այսօր 2025 թվականի վերջին հաղորդումն է եւ մեզ համաձայնել է կերակրել ֆուդբլոգեր Աստղ Եղիազարյանը։ Մասնագիտական հաղորդում է, սպասվում հասկանանք, թե ինչ են այսօր պատրաստելու մեզ համար եւ ինչ բացահայտումներ են մեզ սպասվում։ Ողջույն Աստղ։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք։ Մինչ համենալը մի հարց։ Այո։ Մենք իհարկե մի փոքր շուտ ենք իրականացնում մեր նկարահանումները, չնայած այս հաղորդումը վերջինն է դեկտեմբեր ամսվա համար, բայց ձեր տան դիմաց դեռևս պահպանված են Հելլոուինի մասին վկայող դդումները։ Չէի ասի Հելլոուին, այդքան էլ չեմ ընդունում այդ տոնը, կասեմ աշնանային տրամադրությունն եմ ապահովել այսպես։ Տան ներսը արդեն աստիճանաբար պատրաստվում է ամանորին, բայց դրսում դեռ աշնանային տրամադրությունը մի փոքր մնացել է։ Լավ, այ հիմա կարող ենք համենալ ձեր թույլտվությամբ։ Ինչպես է սկսվել ձեր առավոտը Աստղ։ Լավ։ Որտեղ են ընտանիքի անդամները։ Իրենց գործերով, օրվա իմ ամենասիրելի ժամն է։ Աղջիկներս դպրոց մանկապարտեզ, ամուսինս իր աշխատանքի, ես էլ իմ ամենասիրելի վայելելու պահն ասա։ Ու դուք եկաք հենց այդ պահին։ Շնորհակալություն, որ այդ ձեր բազմազբաղ առօրյայում մեզ համար տեղ գտնվեց։ Դուք վերջերս եք վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Այո, բայց ապրելու նպատակով չէինք այնտեղ։ Այսինքն մի քանի տարի առաջ գնացել ենք, ապրել ենք, չենք հավանել, վերադարձել ենք հայրենիք, հիմա այդպես մեկ-մեկ գնում պտտվում վերադառնում ենք նորից։ Հազվագյուտ մարդկանցից եք, ովքեր վերադարձել են Հայաստան, ոչ թե արտագաղթել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ինչը ձեզ հատկապես դուր չեկավ այնտեղ։ Եթե թույլ կտաք փոքրիկ ուղում անեմ, այլևս հազվագյուտներից չեմ, իմ շրջապատում բավականին մեծ թիվ են կազմում այդպիսի մարդիկ, որ վերադարձել են հայրենիք։ Սիրում ենք մենք մեր հայրենիքը, չգիտեմ, երևի պատճառը դա էր, այն որ ես ու ամուսինս ջուրը ընչի, հացը ընչի, ամեն ինչը մեզ չգոհացրեց ու առանց վարանելու միանգամից վերադարձանք։ Պատճառներ ամեն դեպքում գտնվեցին, որպեսզի ձեզ համոզեին հետ վերադառնալ։ Խոսենք ընտանիքի անդամներից եւ արմատներից։ Մենք հիմա գտնվում ենք Աբովյան քաղաքում, եթե կարելի է իհարկե ձեր թույլտվությամբ հնչեցնել, գտնվում ենք Աբովյան քաղաքում, շատ նորակառույց տուն է, նույնիսկ այս ընթացքում կառուցման աշխատանքներ են իրականացվում։ Երբ եք տեղափոխվել այստեղ, որքան ժամանակ է ապրում եք եւ որտեղից։ Տեղափոխվել ենք երևի մի տարին նոր լրացավ, անցած տարի նոյեմբերին։ Նորից Աբովյանում ենք ապրել, ավելի մի քիչ հեռու, այս անգամ եկանք կենտրոնական մաս ավելի, բայց արմատները ոչ իմը, ոչ էլ դե Աբովյանը երիտասարդ քաղաք է, երկուսս էլ այստեղից չենք արմատներով։ Բայց այստեղ ենք մեծացել ու շատ սիրում ենք մեր քաղաքը։
Մասնագիտությամբ դուք միջազգայնագետ եք, Միջազգայնագետ, հա։ բայց զբաղվում եք ֆուտբլոգերությամբ։ Այո։ Ինչպես դա ստացվեց, որ տուժեց արտաքին Ժամանակին կապերը։ երևի սխալ մասնագիտության ընտրությունից ամեն ինչ սկսվեց, չնայած որ շատ էի սիրում այդ ամենը, բայց սովորելու հենց սկզբից հասկացել էի, որ դա իմը չի։ Բայց դե 16-17 տարեկանում բարեբախտաբար դուրս չեկա համալսարանից, ուսումս բարեհաջող ավարտեցի, ասեմ ավելին ոչ միայն բակալավրիատ, այլ նաև մագիստրատուրան նույն ուղղությամբ, բայց ամեն դեպքում ներսում զգում էի, որ ես ավելի շատ ստեղծագործ մարդ եմ, քան միջազգայնագետ։ Եվ այդպես էլ չաշխատեցիք ձեր մասնագիտությամբ, ձեզ համացանցը գերեց։ Համացանցը ինձ նոր է գերել, անկեղծ։ Միշտ ներսիցս զգացել եմ այդ արվեստի նկատմամբ ձգտումը, մենակ խնդրում եմ ձեր հետևորդներին չքարկոծեն, չասեն, որ բլոգինգը արվեստի հետ ոչ մի կապ չունի, որովհետև ամեն դեպքում այդ մարդու ներսի ստեղծագործ էներգիայի արտահայտումն է, ըստ իս բլոգինգը։ Ու աստիճանաբար եկա դրան, երևի մի տարի է ինչ զբաղվում եմ, հենց տեղափոխվել ենք այս տուն, սկսել եմ զբաղվել բլոգինգով, տենց համընկավ միանգամից ու բարեհաջող ընթացավ։ Սկզբում ռում տուրեր էիք անում, այնուհետև դարձավ ֆուդբլոգ։ Կարելի է նաև այդպես ասել, հա, հետևորդներիս հետ միասին եմ բոլոր դարակներս դասավորել, համեմունքներով, չգիտեմ, ափսեներով, ամեն ինչով ու զգացի, որ դա մարդկանց մոտ հետաքրքրություն է առաջացնում։ Ես էլ սիրում եմ նկարել, մոնտաժել ու այդ ամենով կիսվել, բարեբախտաբար հետևորդներս էլ դա հաճույքով դիտում են։ Շուրջ 40,000 հետևորդ ունեք, եթե չեմ սխալվում։ Այո։ Շուտով կլրանա երևի թե 40,000-ը։ Ինչ կարող են գտնել այն մարդիկ, ովքեր չեն հետևում ձեզ մուտք գործելով ձեր անձնական սոցիալական էջ։ Ես երևի կասեմ իմ այդ ինստագրամյան ընտանիքի բառերով, ես էլ չէի հասկանում, թե ինչի են ինձ հետևում, բայց հիմնականում մարդիկ ասում են, որ ինչ որ տաքություն, ընտանեկան մթնոլորտ, ջերմություն է դա իրանց գրավում իմեջում ու ցանկացած նոր հետևորդները հենց դա կգտնեն իմեջում։ Պես որ միացեք։ Միջազգայնագետի մասնագիտությունը ձեզ չգրավեց, դուք աշխատեցիք շատ կարճ, ինչպես նշեցիք, այնուհետև այլ մասնագիտություն չհայտնվեց ձեր կյանքում։ Գնացող եկող այսպես փոքրիկ մանր մասնագիտություններ եղել են, բայց նույնիսկ չեմ էլ նշի, որովհետև ամեն հաջորդ փորձս նախորդից ավելի անհաջող էր ստացվում, որովհետև իմը չէր։ Ես այսպես ինձ փնտրում էի, ես կյանքում չէի կարողանում գտնել մասնագիտորեն։ Հետո բալիկներիս ունեցա, մի քիչ իրենցով զբաղվեցի, հիմա երբ որ իրենք արդեն մեծացել են ու այն տարիքում են, որ ազատ են ինձ թողնում, վերջապես ես կարողացա զբաղվել ինքս ինձնով ու գտա ինձ այս ոլորտում։ Խոսենք նաև երեխաների մասին։ 3 տարեկան եւ 8 տարեկան ես հասցրել եմ ուսումնասիրել, նույնիսկ կիսվում եք ձեր փորձով, թե ինչպես երեխաների հետ ճամփորդել։ Այն բոլոր խորհուրդները, որոնք որ դուք տալիս եք մարդկանց, ինչ եք կարծում, ձեզ ավելի շատ ընդունում են դրա համար, թե ձեզ ավելի շատ քարկոծում են դրա համար։ Ընդունում են, քարկոծողներ էլ իհարկե կան, Չէ, էլ կասկածում։ բավականին շատ, նույնիսկ չուպա-չուպս եմ այնտեղ տալիս ինքնաթիռի մեջ ու շատ կոմենտներ ստացա, ինչպես կարելի է 3 տարեկան երեխային։ Ես կարդացել եմ դրանք, դրա համար էի հարցնում։ Հա, բայց չէ, հիմնականում ընդունում են, քարկոծողները շատ քիչ են։ Ընդհանրապես իմ էջումն այնց դրական աուրա է, մի անգամ եմ մենակ քարկոծման ենթարկվել, բավականին մեծ մասսայական, շատ ապշեցուցիչ թեմայի շուրջ։ Զատիկի տոնին նվիրված սեղան էի դրել ու սեղանին նապաստակներ էի դրել, այդ նապաստակների պատճառով իմ էջը ամենամեծ հեյթի արժանացավ իր ամբողջ գոյության ընթացքում։ Այսօր նապաստակներ մեզ սպասվում են։ Հա, 3 հատ էստեղում։ Շատ լավ։ Ինչ եք պատրաստելու այսօր մեզ համար։ Քանի որ ամանորյա է լինելու մեր եթերը, մենք այդպես ընտանեկան ավանդույթ ունենք, ես ամեն ամանոր ժուլիեն եմ պատրաստում, ամուսնուս ամենասիրելի իմ պատրաստած ուտելիքներից մեկն է։ Այնպես որ կպատրաստենք ժուլիեն եւ մանրածովախեց գետնով այդպես թեթև աղցան։ Ու ես ունեմ նաեւ նախապես պատրաստած իմ ֆիրմային դեսերտից ձեզ համար, դա արդեն պատրաստ սառնալու Դա ամենահաճելին էր իհարկե, վստահ եմ նրանք էլ են հաճելի լինելու, բայց մենք քաղցրակեր ենք նաեւ։ Գնումներ ունենք կատարելու։ Այո։ Դրա համար պետք է գնալ խանութ։ Այո։ Առաջարկում եմ հիմա դադարեցնել նկարահանումը, հանդիպել ձեր բակում արդեն։ Գնացինք։ Շնորհակալություն։
արագ կազմակերպված ամեն ինչ հստակ խոսեցինք, վերջացրեցինք, գնացինք առևտուր անելու, հա։ Միջազգայնագետի մասնագիտությունը ամեն դեպքում իր Դիվանագիտական պատասխաններ են այսօր նաև սպասվում։ Որ երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանը կուզեիք լինել օրինակ։ ոչ մի, ես ինձ այդ մասնագիտության մեջ ընդհանրապես չեմ տեսնում։ Լավ։ Ինձ թվում է դա էլ է, չէ՞, բայց պրոֆեսիոնալ, որ մարդը գիտակցաբար ասում է, սա իմ գործը չի։ Հա, հուսամ։ Լավ, դե գնանք բակ։ Գնացինք։ Ձեր տան դիմաց են գտնվում արդեն նորակառույց թաղամաս է եւ ենթակառուցվածքների բացակայություն կա այստեղ թե ոչ։ Չէ, բավականին կենտրոնական մասում ենք գտնվում, ամեն ինչն էլ մոտ է։ Հարևանների հետ հարաբերություններ։ Ոյ շատ եմ սիրում իմ հարևաններին, հիմա որ ինչ-որ մեկը դրսում լիներ, ձեռքով էլ կանեի։ Եվ տեսարան դեպի Արագած լեռը։ Այո, եւ ոչ միայն։ Այս կողմից Հատիսն է երևում, այն կողմից Արագածն է երևում, առավոտյան բավականին գեղեցիկ տեսարան է մեզ դիմավորում։ Տեսարաններով հարուստ է ամեն դեպքում Բավականին։ թաղամասը եւ ձեր տունն էլ նպաստավոր դիրքում է գտնվում։ Մեքենա ունեք։ Այո։ Ձեր մեքենայով են գնալու թե մեր մեքենայով են գնալու։ Եկեք ձեր մեքենայով գնանք, որ ես ավելի հանգիստ լինեմ, այդպես։ Բարդ է վարելը։ Չէ, բավականին երկար ժամանակ է որ վարում եմ։ Լավ։ Հանգիստ կլինեմ ավելի ձեր մեքենայով։ Համոզեցիք, գնացինք մեր մեքենայով։ Խնդրեմ համեցեք։ Այ շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Դուք նույնպես համեցեք Դավիթ։ Ընթանում են այս պահին զարդարման աշխատանքները քաղաքի, չգիտեմ որքանով դա տեսանելի կլինի։ Հաճելի է ամեն դեպքում, սպասում եք ամանորին։ Ոյ շատ տարվա իմ ամենասիրելի տոներից մեկն է ու գումարում է դրան նաև են, որ իմ ծնունդը հենց դեկտեմբերի 31-ին է։ Օ, ահա թե ինչ, ընդամենը 4 օրից ձեր ծննդյան օրն է լինելու, իհարկե եթեր գնալու մասին է խոսքը։ Փաստորեն։ Նախորդ չեն շնորհավորում, այնպես որ ես ձեզ չեմ շնորհավորի, բայց հաղորդման այս հատվածում մենք մշտապես մեր հյուրերին տալիս ենք այս հարցը, դուք նույնպես բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Ես անկեղծ ասած վախենում եմ այս հարցից, որովհետև տեսել եմ, որ շատերին, բոլորին, շատերին չէ, տալիս եք այդ հարցը, կուզեի պատրաստված լինեի, բայց չկարողացա գտնել այն մի բանը, որ ես կասեմ, հիմնականում ինձնից առաջ բոլոր հյուրերի հետ համաձայն եմ, կամեցողություն ավելի կմաղթեմ մեր ազգին, ու այսպիսի հետաքրքիր բան եմ ես նկատել, որ օտարության մեջ մենք պատրաստ ենք դժվարություններին համբերատար ենք շատ վերաբերում, դիմակայում ենք, բայց սեփական հայրենիքում շատ ավելի անհամբեր ենք դրանց նկատմամբ։ Կուզեմ, որ այն համբերատարությունը, որ մենք ունենք օտարության մեջ այդ դժվարությունների նկատմամբ, եթե ունենանք նաև այստեղ, շատ ավելի հեշտ ու թեթև կընթանա կյանքը բոլորիս։ Իդեպ օտարության մեջ տարանջատում զգում եք։ Հյուրի կարգավիճակ։ Շատ ու հետաքրքիրն է նա, որ հենց սեփական ազգիտ ներկայացուցիչների կողմից դա առաջին հերթին զգում, հին եկած, նոր եկած, մի բանի հասած, դեռ ոչինչի չհասած, զգացվում էր բավականին մեծ այդ անդունդը։ Աստեղ վիրավորանք կա ձեր խոսքում, թե դա ինձ թված ուղղակի։ Վիրավորանք գիտեք ինչ իմաստով վիրավորվում էի, որ այն մարդիկ, ովքեր ենթադրենք 20-ից 30 տարի Հայաստանում չեն եղել, Հայաստանի մասին այնպես էին խոսում, որ ինչպես իրենք թողել գնացել են, մտածում են այդպես էլ մնացել է։ Ու իրականում ցավ էի ապրում, ասում եմ դուք մեկ անգամ եկեք պտտվեք Հայաստանում, երևի էլ չուզենաք վերադառնաք, կամ վերադառնալուց էլ այդ քաղցրության զգացումով կվերադառնաք, թե ինչքան է փոխվել երկիրը ընդհանուր 20-30 տարվա ընթացքում։ Լոս Անջելեսում էիք գտնվում։ Գլենդելում, այո։ Գլենդելում հատկապես։ Հայաստանի մեկ այլ մարզում։ Այո։ Լավ, շնորհակալություն Աստղ հետաքրքիր զրույցի համար, մեր հաջորդ հանդիպումը լինելու է արդեն խանութի դիմաց։ Լավ։ Մենք արդեն խանութում ենք, Աստղ, կխնդրեմ նշել բոլոր անհրաժեշտ մթերքները, որոնք դուք այսօր օգտագործելու եք։ Ես այստեղ իմ
իմ հետ ցուցակ ունեմ, ցուցակովս կշարժվենք առաջ, շատ քիչ պրոդուկտներ են։ Կհնչեցնեք մեր հեռուստադիտողների Մեզ համար։ պետք է սունկ, թարմ ցանկալի է, պանիր, կարակ, կաթ, եգիպտացորեն ու հունական յոգուրտ։ Բարի, շարժվենք առաջ, մեզ անհրաժեշտ է սայլակ թե զամբյուղ։ Զամբյուղ Զամբյուղ։ կարծում եմ։ Վերցնենք սունկը։ Այո, հիմա գտնենք։ Շամպինյոն տեսակի սունկ է մեզ անհրաժեշտ, եթե չեմ սխալվում, ճիշտ է։ Այո։ Լայն ընտրության հնարավորություն կա, վերցրեք։ Բավականին։ Շնորհակալություն։ Հաջորդը Կաթնամթերքի ձեր բաժին թիկունքում է գնանք, հա։ գտնվում։ Խնդրեմ։ Մշտապես ցուցակագրված է լինում ձեր գնումները։ Գրեթե միշտ, որովհետև շատ քաոսային եմ իմ առևտուրը անում, դրա համար միշտ ցուցակով եմ գալիս։ Անմիջապես ձեր դիմաց գտնվում են հունական բոլոր յոգուրտները։ Ես սրանցից էի ուզում, բայց չկա ոնց որ թե հենց առանց որևէ հավելման, ուրեմն սա կվերցնենք։ Շատ լավ, խնդրեմ։ Կարակ, Պանիր, կարակ։ Պանիր, հա, ճիշտ։ Շարունակությունը հենց այդ բաժինն է։ Կաթ, կարակ, Վերջ, նույնիսկ չենք էլ խորանալու։ հիշեմ, եգիպտացորեն էլ է մեզ պետք պիտի խորանանք, հա։ Դե կխնդրեմ դրանք տեղավորեք դուք զամբյուղի մեջ, իսկ մենք ձեզ տանք հնարավորություն, որպեսզի հանգիստ կողմնորոշվեք ու սպասենք ձեզ արդեն դրամարկղի դիմաց։ Շնորհակալություն։ Աստղ այսքան արագ որևէ մեկը դեռ չէր կողմնորոշվել, հանուն արդարության պետք է դա ասեմ, ձեզ ուղղակի հանճարեղ կերպով ձեզ մոտ դա ստացվեց։ Ամուսինս բավականին երկար է պարապել ինձ հետ։ Հրաշալի է։ Եվ այսպես Աստղ, մեր գնումների ընդհանուր հանրագումարը կազմում է 7710 դրամ եւ առաջարկում եմ, որ մենք վճարենք ձեր փոխարեն։ Չէ, քանի որ իմ հյուրերն եք, երբ որ դուք ինձ կհրավիրեք ձեր տուն, ես մեծ սիրով կհամաձայնեմ, որ դուք վճարեք։ Ես շատ սիրում եմ Ամերիկայի ժամանած մեր բոլոր բարեկամներին։ Շնորհակալություն Աստղ, կհանդիպենք արդեն խոհանոցում։ Լավ։ Աստղ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Իհարկե։ Հնչեցրեք այն։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Շատ ճիշտ է, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Աստղ սուրճի սիրահար եք։ Բավականին մեծ։ Ուրեմն սիրով ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմիրատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Կոֆիջոյ թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն, անպայման կփորձենք։ Խոհանոցում ենք, ժամն է արդեն պատրաստման։ Ինչ է անհրաժեշտ մեզ
որպեսզի այսօր իրականացնենք այն ամենը, ինչը պետք է իրականացնենք։ Եգիպտացորեն, թթվասեր, նախապես համեմված հավի կրծքամիս, մոցարելա տեսակի պանիր, սունկ։ Այս ամենը նախատեսված է միայն Ժուլիենի համար, թե նաև աղցանի։ Մենակ թթվասեր չէ, հունական յոգուրտ։ Հունական յոգուրտ, ներողություն։ Սա աղցանի համար է, մնացածը ոնց որ թե ինչ որ նշեցիք Ժուլիենինն է։ Ինչպես նաև ալյուր, կաթ, նախապես համեմված ծովախեցգետին եւ կարակ։ Այո։ Ինչից ենք սկսում։ Եկեք սկսենք, ես հավը նախապես արդեն մարինացրել եմ։ Դնենք թող տապակվի, մինչև հավը կտապակվի, մենք մնացածը կպատրաստենք։ Ինչպես եք համեմել, կնշեք։ Լիմոն, ձիթայուղ, աղ, բիբար ու խառը համեմունքներ, այդ պահին ձեռքիս տակ ինչ ընկնում է, ասենց մի քիչ լցնում եմ։ Լավ։ Դե սկսենք եւ միաժամանակ զրուցենք։ Առաջին ուտեստը, որը պատրաստեցիք, կհիշեք, որը որ համացանցով դարձավ հայտնի։ Ոյ։ Չէ, կդժվարանամ երևի հիշեմ։ Այսինքն այդքան էլ վաղուց չի եղել, դա մոտ մի տարի առաջ, բայց Այսինքն մեկ տարում 40,000 մարդ սկսեց հետևել ձեզ որպես ֆուդ բլոգեր, ճիշտ է։ Այո։ Այ դա ես իմ մեծ ձեռքբերումներից մեկն եմ համարում։ Չնայած որ շատ մեծ իմ մասնագիտական մեծ քննադատը հենց ես ինքս եմ, ու մի ծիծաղելի բան պատմեմ հենց ձեր հաղորդման հետ կապված։ Նույնիսկ։ Այո։ Երբ ինչ-որ մի հաջողության հասնում էի, միշտ ամուսինս ասում էր, վայ, ապրես, կարողացար, այս դժվարությունն էլ հաղթահարեցիր, այս հաջողությանն էլ հասար, ասում էի, լավ, դե այդ ինչ է, մեծ բան չի, ու մի օր ամուսինս հարցրեց, ասեց, լավ, չեմ հասկանում, դու ինչ պիտի անես, ինչ պիտի լինի քո կյանքում, որ ասես, այս լավ բան էր, ես կարողացա դրան հասնեմ, ու ես հենց լրիվ սպոնտան այդ մոտարապես մի 2 ամիս առաջ էր, ասեցի, դե օրինակ չէին սպասում գա մեր տուն։ Ու երբ որ տեսա որ նամակը գրեցիք, ամուսնուս ասում եմ, այ հիմա կասեմ կարողացա ոնց որ թե Շնորհավորում եմ ձեզ եւ մեզ ձեռքբերումների կապակցությամբ, շարունակենք ինչ ենք անում։ Այո, հիմա սունկն եմ կտրատում։ Կխնդրեմ մի փոքր սնկի ամանը դնել այն կողմում, որպեսզի գործողությունը տեսանելի լինի։ Ինչպիսին էր ընտանիքի անդամների վերաբերմունքը ձեր համացանցյան կյանք տեղափոխվելուն։ Ոչ բացասական, ամուսինս շատ հանգիստ է դրան վերաբերում, նույնիսկ քաջալերում է, երեխաներս, դե մեծ աղջիկս արդեն հեսա 9 տարեկան է դառնում, շատ ոգևորված է, իրեն շատ դուր է գալիս այն, որ իր մաման բլոգեր է, իսկ փոքր աղջիկս դեռ չի հասկանում, բայց ձևերս արդեն անում է, անդադ հեռախոսը միացնում է ու ինքն իր հետևորդների հետ սկսում է խոսալ։ Չունեն նրանք սոցիալական էջեր, որովհետև վերջերս շատ տարածված է դարձել երեխաներին նույնպես դարձնել։ Ոչ, կտրականապես դեմ եմ, ասեմ ավելին, նույնիսկ մեկ-մեկ իրենց կյանքով կիսվելիս ես երկմտում եմ, արժի արդյոք դա տեղադրել, 40,000 մարդ դա տեսնի կամ ավել, թե ոչ, ու հաճախ կայացնում եմ ոչ որոշումը, ճիշտն ասած։ Եթե մի օր Աստված մի արասցե Instagram-ը որոշի դադարեցնել իր գործունեությունը, որ ոլորտ կտեղափոխվեք։ Շատ եմ մտածել այդ ուղղությամբ, չգիտեմ ինչ ոլորտ կլինի, բայց այն որ ինչ որ ստեղծագործ բան կլինի, դա հաստատ է։ Նույնիսկ մտածել եմ, որ երևի ինչ որ փոքրիկ խոհարարական խմբակ կհիմնեմ, բայց որտեղ շեշտը ոչ թե խոհարարության վրա կդրվի, այլ այդպես աղջիկներով հավաքվելու, զրուցելու, էներգիաներով փոխանակվելու, այդպիսի մի բան կդառնա, որովհետև ես պրոֆեսիոնալ խոհարար չեմ, ու տենց շատ բան չունեմ սովորեցնելու։ Այսինքն հավաքվենք, համ սարքենք, համ խոսանք։ Այո։ Հասկանալի է։ Այո, մեր ամենասիրելի զբաղմունքներ ինձ թվում է կանացի, այդ ցուցակի մեջ դրանք հաստատ մտնում են։ Ես կխնդրեմ դա չնետել, խնդրում եմ, տվեք դա ցուցադրենք մեզ դիտող մարդկանց, թե ինչ հետաքրքիր սնկային կերպարանք ենք այս պահին ձեզ ցուցադրում, չգիտեմ ինչպես սա ստացվեց։ Խնդրեմ, այ հիմա կարող եք, եթե ցանկանում եք նետել, նետեք այն։ Դուք ասում եք, որ ստեղծագործելը ձեզ դուր է գալիս եւ ստեղծագործելու մեջ ձեզ շատ հարմար եք զգում։ Չկա ցանկություն երկրորդ մասնագիտություն ունենալու, որևէ ստեղծագործական ուղղության մասին է խոսքս։
Ցանկություն կա։ Ինչ կընտրեք։ Ինձ անկեղծ ասած շատ դուր է գալիս այն, որ ես այդ վիդեոները մոնտաժում եմ, այդքան նկարելու process-ը չի դուրս գալիս, ինչքան մոնտաժելը։ Բայց անկեղծ կլինեմ ու կասեմ, որ կալարեմ նոր մասնագիտություն ձեռք բերելու, որովհետև գիտակցում եմ, որ դա բավականին ժամանակատար կլինի, իսկ ուղղակի ինչ-որ թեթև կուրսերը, ճիշտ ասած, մասնագիտություն ձեռք բերել չեմ համարում։ Այսինքն հնարավոր է, որ օրերից մի օր հետևյալ տեքստով անոնսը գնա։ Աստղ Եղիազարյանի նոր սերիալը դիտեք։ Որպես ռեժիսոր։ Ուրիշ իրականության մեջ հնարավոր է։ Աստղ, եթե մենք այլ նոր գործողություն չունենք, պետք է խնդրեմ, որպեսզի դադարեցնենք մեր նկարահանումները, վերադառնանք արդեն նոր գործողությունների ժամանակ։ Այո։ Շնորհակալություն։ Ինչ ենք անելու բայց հաջորդը։ Հիմա այս հավը լինի, սունկը տապակեմ, ու արդեն կարանք ժուլիենը, սոուսը։ Սոուսը, ինչ սոուս։ Բեշամել։ Բեշամել մուչո, լավ, դե սպասենք բեշամելին։ Բեշամելը հեսա պատրաստեմ։ Բայց որ սերիալ նկարեք, ինձ կտանեք ձեր սերիալում խաղալու։ Անպայման։ Ինչի։ Որպես բան։ Լքված թավջութակի ձգված միլար։ Չէ։ Ես շատ զարմացա, որ դուք նկատեցիք այդ սունկ, իսկ ես դետեկտիվներ շատ եմ սիրում, այնպես որ հնարավոր է հաջորդ Էրկյուլ Պուարոն դուք լինեք։ Վահան Հոլմս։ Կամ։ Վահան Հոմլես, լավ։ Բեշամել թանձրուկի պատրաստման ընթացքն է հաջորդի, դրա համար մեզ անհրաժեշտ է կարակ, ալյուր, կաթ, էլ աղ, սև պղպեղ ու մյուս համեմունքի անունը մոռացել եմ, ճիշտն ասած։ Մյուս համեմունքից։ Ու մյուս համեմունքից։ Լավ։ Դուք նաև շատ ճամփորդել եք աստղ։ Հա։ Որ երկրի խոհանոցը ձեզ գերեց եւ ինչով։ Այն երկրինը, որ ինձ գերում է, ես դեռ այդ երկրներում չեմ եղել, բայց ասիական խոհանոցն եմ շատ սիրում։ Օրինակ չինական։ Այո։ Լավ։ Ոչ շատ ծայրահեղ ինչ-որ բաները, բայց ընդհանուր այդ ասիական խոհանոցը սիրում եմ։ Ես ձեզ հավատացնում եմ իրական ասիական խոհանոցը ոչ մի աղերս չունի մեզ ներկայացվող ասիական խոհանոցի հետ։ Ես իրականում դա լսել եմ, բայց կուզեի անձամբ համոզվել դրանում։ Համոզվեք եւ մնացեք քաղցած այն օրերի ընթացքում, որ օրերի ընթացքում լինելու եք այնտեղ։ Ձեզ կփրկի հայտնի fast food-ը այնտեղ գործող։ Հավը կարծես թե արդեն պատրաստվում է։ Այո։ Ամբողջությամբ պետք է պատրաստել, թե թողնելու ենք, որպեսզի մնացած մասը ջեռոցում պատրաստվի։ Ամբողջությամբ։ Հենց ավելի հանգիստ կլինեմ էլի ես։ Աստղ, ես կխնդրեմ, որպեսզի դուք նաև ձեր պատրաստած ուտեստների համար մտածեք անուններ, լարեք ձեր ստեղծագործ միտքը, դուք դա սիրում եք ստեղծագործելը, որպեսզի մենք համտեսելու ընթացքում դրանք անվանակոչենք։ Ոյ, ես քանի որ ձեր հաղորդումը շատ դիտել եմ, ես հասկացել եմ, որ ձեր մոտ ավելի լավ է ստացվում անուններ մտածելը ուտելիքների համար։ Ես երբևէ այդ փորձը չեմ ունեցել, որպեսզի ինքս անվանակոչեմ։ Չէ, ես շատ ուշադիր հետևել։ Լավ, չի լինում ձեզ խաբել։ Ժամանակն է ալյուրը ավելացնելու։ Այո, կարագը հալվելուց հետո հիմա ավելացնում եմ ալյուրը։ Ու անմիջապես ալյուրից հետո կաթը։ Դիվանագիտական հարցեր մի փոքր քննարկենք։ Ոչ։ Ոչ։ Դիվանագիտական նկատի ունեք քաղաքական։ Ոչ, դիվանագիտական։ Օրինակ։ Օրինակ ձեր շփումների մեջ մարդկանց հետ հանդիպումներում, գործնական առաջարկներում դիվանագիտությունը ձեզ օգնում է ճիշտ պատասխաններ տալու համար։ Թե դուք չեք կենտրոնացել այդ փաստի վրա։ Չեմ կենտրոնացել անկեղծ ասած, բայց այդ սովորելու տարիներս ես ընդունում եմ որպես իմ այսօրվա աստղիկը ձևավորվելու այն ամենաբուրըն շրջանը, այնպես որ այդ առումով հնարավոր է նաև դիվանագիտությունն էլ է ինձ ինչ-որ բան տվել, բայց չեմ կենտրոնացել այդ հարցի շուրջ։ Կաթը մնաց այդպես լքված, թե Չէ, ինձ թվաց հավը ինչ-որ
Բողոքում է, բայց չէ, դա ինձ Բողոքում է։ Այո, Տարատեսակ ձայներ է հանում։ Այո, հիմա կաթը ավելացնում եմ արդեն։ Շատ լավ, ավելացրեք կաթը, որովհետև կաթը ավելացնելուց հետո ձեզ համար ունեմ մի փոքրիկ տեղեկություն այստեղ։ Այո, Բայց պիտի անհրաժեշտ է խառնեմ։ ձեր ուշադրությունը այդ ընթացքում։ ուրեմն մի վայրկյան պիտի սպասեք։ Շատ լավ։ Եթե ցանկություն ունեք, նույնիսկ կարող ենք ընդմիջել մեր նկարահանումը, որպեսզի հանգիստ կարողանաք պատրաստել։ Մեզնից մի որոշ ժամանակ կխլի, որովհետև կաթի ու այս ստացվածի խառնելը իրար, որպեսզի միասեռ զանգված դառնա։ Լավ։ Դե ուրեմն տեղեկությունը կթողնենք հաջորդ հատվածի համար։ Լավ։ Շնորհակալություն։ Ձեզ ինչով օգնեմ աստղ, կարող եմ ընթացքում հավը խառնել, կարող եմ բեշամելը փչացնել։ Չէ, առավել եւս այդ ձևով, ընդհանրապես չեմ սիրում, երբ որ խոհանոցում ինձ ինչ-որ մեկը օգնում է։ Նույնիսկ։ Ես դա միշտ խանգարել եմ համարում, հա։ Բայց նաև չեք սիրում հյուրերից հետո հավաքել են ամեն ինչը, ինչը որ մնացել է։ Այսինքն մեզնից հետո այսօր դժգոհ վիդեոներ սպասենք ձեր էջում։ Հա։ Ինչ էին սպասում ենք էին եկել, յախք։ Հյուրը այդ վիդեոներիցս դատելով եք ենթադրում, որ չեմ սիրում, չէ, սիրում եմ։ Ուղղակի նույնիսկ հաճախ որ հյուրերս ուզում են օգնեն ինձ տունը հավաքեն, ասում եմ սա իմ կոնտենտն է։ Հա, թողեք որ կարողանան բողոքել, մի բան լինի մարդկանց ներկայացնելու, թե չէ եկաք ամեն ինչ իրեն արեցին գնացիք, դες ոնց կլինի։ Հասկացա։ Այո, այնպես որ թողեք ես ինչպես ասում եմ դարդով տապակվեք։ Տապակվեք եւ հավն էլ տապակեք։ Հիմնական գործողությունները կարծես թե ավարտված են, մեզ մնում է այս ամենը միահյուսել իրար։ Այո։ Դե, սկսեք, խնդրեմ։ Մինչև միահյուսել եկեք համեմենք մեր բեշամել սոուսը, որը գրեթե պատրաստ է։ Ինձ հիշեցրեցիք համեմունքի անունը, որը ես մոռացել էի, մշկընկույզ։ Ավելացնում ենք շատ քիչ այս մշկընկույզից, որովհետև ինքը շատ սուր համ ունի։ Այսքանը բավարար է ու անպայման սև բիբար։ Ժուլիենը առհասարակ մատուցվում է փոքրիկ ամաններով, դուք նախընտրեցիք այլ տարբերակ։ Միշտ է այդպես, թե ամանների բացակայությունն է մեզ ստիպում այդ քայլին գնալ։ Քանի որ իմ հյուրերի մեծ քանակին քաջատեղյակ եք արդեն, միակ լուծումը, որ ես գտա, դա մեծ ամանն էր։ Ու սովորաբար բավականին համեղ է ստացվում ու մարդիկ նորից են ուզում։ Իսկ հաճախ լինում է, որ փոքր ամանիկներով այդքան էլ հնարավոր չի այդ ապահովելը, այնպես որ ճիշտ լուծում էր մեծ ամանով պատրաստելը։ Եվ չենք բզկտում հավի միսը մեծ կտորներով։ Ոչ, ճիշտն ասած մի տեսակ դեմ եմ բզկտելու, նորից եմ ասում, ես պրոֆեսիոնալ խոհարար չեմ, խնդրում եմ ինձ չկարկոծեք, բայց ինձ թվում է այսպես ավելի հյութալի է միսը լինում, դրա համար չեմ բզկտում, հենց այսպես կտորներով ու կարագ եմ այս ամանի ներքևում ավելացնում, որպեսզի էլ ավելի հյութալի դառնա։ Աստղ ինչ է ձեզ պակասում կատարյալ երջանկության համար։ Երևի ոչ մի բան, բայց հետաքրքիրն է, որ այդ հարցը ինձ երբ էլ տակ նույն պատասխանը կլներ, այսինքն 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ ես միշտ ունեցել եմ այդ ունակությունը գոհանալ եղածով։ Ինքնաբավ եք։ Այո, բավականին։ Հաջորդ գործողությունը ո՞րն է լինելու, աղցանի պատրաստումը։ Այո, աղցանել պատրաստենք ու արդեն կարող ենք նստել սեղանի շուրջ։ Աստղ, հիշում եք, ասացի ձեզ համար ունեմ տեղեկություն։ Այո։ Հաղորդումը եթեր է գնալու շաբաթ օրը, ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև ձեր հաղորդումը այնտեղ տեղադրված կլինի, կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում եւ Կենտրոն հեռուստաընկերության մի փոքրիկ տեղեկություն մեր գործունեության մասին։ Եվ մեզ մնում է ավելացնել այդտեղ սունկ եւ քերած պանիր։ Քերած պանիր, այո։ Տեղափոխելու ենք դա ջեռոցի մեջ, որ արդեն նախապես տաքացված է, քանի աստիճանի վրա։ 180։ Մոտավորապես մինչև կարմիրը պանիրը կկարմրի։ Մինչև կարմիրը կպանրի։ Այո, մինչև կարմիրը կպանրի։ Եթե ժամանակը հետ տայիք, չնայած ասացիք, որ ձեզ որևէ բան չի պակասում երջանկության համար, եթե ժամանակը հետ տայիք եւ վերածնվեիք, ինչը կփոխեիք ձեր կյանքում կամ ինչը կշտկեիք։ Այս այն հարցերից է, որ շատ երկար է սրա շուրջ պետք մտածել։
բայց այս պահին ոչ մի բան մտքից չի գալիս, երևի թե ոչինչ։ Բացառիկ երևույթ եք դուք։ Դե ես որովհետև մտածում եմ մեր ապրած կյանքի արդյունքում ենք, մենք դառնում այն ինչ որ կանք, ու նույնիսկ անհաջողություններն ու սխալները արդյունքում հասկանում ենք, որ մեր իսկ լավի համար են եղել ու ինչ որ փոքրիկ դասեր են եղել կյանքում։ Լավ, համոզեցիք երևի թե։ Հաջորդ գործողությունը աղցան պատրաստելն է, մոցարելա պանիրը կլցնենք այդ ամենի վրա ու կանցնենք, բայց ընկերը մնացին աստղ այդտեղ։ Հա, Իմ աչքից ոչինչ չի վրիպում, ներողություն։ Հա, ճիշտ է։ Հասկանում եմ ձանձրելի է, բայց համբերատար եք, չէ։ Իրականում դուք համբերատար մարդ եք, չէ։ Մի փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ, ես հասկացա, որ դուք շատ համբերատար եք, որ ընդհանրապես մեզ հետ կապ չուներ, դրսում տեղի ունեցավ այդ միջադեպը, բայց դուք շատ համբերատար եք եւ ես նույնձև զարմացա ձեր համբերատարությամբ։ Թե ինչ եղավ, թող դա մնա գախնի։ Այո։ Բայց ինչևէ, բայց համբերատարությունը կարծում եմ շատ պակասում է մեզ, որովհետև դուք ասում եք, որ հանդուրժողականությունն է նաև պակասում, միմյանց կամենալն է պակասում, կարծում եմ այդ համբերատարությունը լրիվ տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։ Միանշանակ։ Պանիրը ավելացնում ենք եւ ուղարկում ենք այն ջեռոցը որքան ժամանակ։ Մինչև կարմիրը կպանրի։ Իսկ կոնկրետ ժամանակ չկա։ Մոտ 15-ից 20 րոպե։ Այդքան քիչ։ Ինքը ամբողջությամբ պատրաստ է արդեն։ Դե ձեր թույլտվությամբ հանդիպենք արդեն ինչ է կատարվում ինձ հետ։ Ձեր թույլտվությամբ հանդիպենք արդեն աղցանը պատրաստելիս։ Այո, թույլ եմ տալիս։ Շնորհակալություն։ Կադրից այն կողմ ավելացան մարդիկ։ Բարև ձեզ։ Չենք ցուցադրում ավելացած մարդկանց եւ դուք դարձաք էլ ավելի խրոխտ եւ ամուր կանգնեցիք հողի։ Կանեմ բան իրականում, ես էլ եմ զգացել։ Միշտ նրանք օգնում են ձեզ։ Բավականին։ Շնորհակալություն ձեզ, որ օգնում եք աստղին այդ կարևոր հարցում։ Բայց չի սիրում ինքը, որ իրան խոհանոցում օգնում են։ Էդ էլ գիտեք, չէ։ Չեք էլ փորձում, լավ։ Սուտ ասում եք, մեկ գալիս է։ Հա, դրա մասին արդեն աղցանը պատրաստելուց խոսանք։ Աղցանի պատրաստման ընթացքն է, հաջորդիվ արդեն կտրատել եք 1000-ը, ռուկոլան։ Այո։ Կտրատելու ենք լոլիկը, ավելացնելու ենք եգիպտացորեն, հունական յոգուրտ, քաղցր մանանեխ, մայոնեզ, լաբադա ընկերության կողմից տրամադրված նույն տրամաբանությամբ կետչուպը եւ ծովախեցգետինը։ Գրեթե այո, ուղղակի կետչուպ չի սա, սրիռաչա սոուսն է, կծու մի քիչ։ Ու սրանք խառնելու ենք իրար, նոր ավելացնենք աղցանին։ Բարի։ Աստղ որտեղից եք գտնում այն բոլոր բաղադրատոմսերը, որոնք հաջորդիվ տեղ են գտնում ձեր էջում։ Հիմնականում ինպես բլոգերների էջերից։ Ռուսական, ամերիկյան։ Աշխատում եմ ոչ ռուսական, ավելի շատ համաշխարհային, ռուսականից դուրս համաշխարհային, այսպես ասեմ, որտեղ Եվրոպական, ամերիկյան։ Հա, ռուսականը մեզ շատ մոտ է ու շատ կան բաղադրատոմսեր, որոնք կրկնվում են անընդհատ։ Դրա համար փորձում եմ ինչ-որ նոր տեղերից, բայց բաղադրատոմսն էլ վերցնելուց նույնը չեմ կրկնում։ Միշտ ինձնից ինչ-որ մի բան ավելացնում կամ պակասացնում եմ։ Իսկ հին հայկական ձեր հորինած ուտեստներ։ Չէ, չունեմ։ Չկան այդպիսիք։ Հին հայկական, չէ, ընդհանրապես հայկական խոհանոցից հեռու եմ ոչ թե այն պատճառով, որ չեմ սիրում, շատ եմ սիրում, բայց ունեմ դրանք պատրաստողներ, մայրիկս, կիսուրս, ու ես տենց չեմ թաթախվում էլի իրանց տարածքի մեջ, աշխատում եմ հեռու մնալ, իրենց պատրաստած ուղղակի վայելել։ Այսինքն այս աղցանը նույնպես տեսել եք ինչ-որ մի բլոգերի մոտ եւ հիմա մեզ համար պատրաստում եք։ Աղցանը նույնիսկ չեմ հիշում ինչպես հայտնվեց իմ կյանքում, որովհետեւ բավականին վաղուց է որ պատրաստում եմ։ Երևի ինչ-որ միտեղ տեսել եմ, ինչ-որ մի բան ավելացրել եմ, ինչ-որ մի բան պակասացրել եմ ու երբեք այս աղցանը նույնը չի ստացվում։ Ամեն անգամ ինչ-որ նորովի է իրան դրսևորում։ Սա մատուցման ափսեն է լինելու, տակը պատում եք հունական յոգուրտով։ Ոչ, այդտեղ սոուսն եմ պատրաստում, խառնում եմ այս բոլորը իրար հետ այս ափսեի մեջ, հետո կավելացնենք սրան։ Ձեթ անհրաժեշտ չէ։ Մի փոքր կավելացնեմ, որպեսզի մեր սոուսը ավելի ջրիկ ստացվի։
Մայոնեզ, քաղցր, մանանեխ։ Այո։ Եվ կծու հուսամ ուտում եք։ Այո, ավելի քան։ Ուրեմն հանգիստ կավելացնեմ։ Ամբողջը կարող եք ավելացնել նույնիսկ։ Ոնց այդպես է։ Շատ լավ։ Իսկ դուք կծվի սիրահար եք։ Ընդհանրապես չէ, բայց կոնկրետ այս սոուսը շատ եմ սիրում։ Գնացեք եւ փորձեք ասիական խոհանոցը, վստահաբար ձեզ դուր կգա նրանց կծումները։ Ես արդեն ավելի քան շահագրգռված եմ փորձելու ու սեփական փաստորեն դաժան փորձով համոզվելու։ Չէ, միգուցե ձեզ դուր գա, որովհետեւ կարծում եմ շատ սուբյեկտիվ է եւ կարծիք այդպես արտահայտել իհարկե չի կարելի։ Այս ամենը ավելացնում ենք այս զանգվածի վրա եւ պատրաստ է աղցանը։ Այո, եւ մեր աղցանը պատրաստ է։ Չէ, մանրածովախած գետինը մոռացանք։ Սոուսը, այո, գլխավոր բաղադրիչը ես կասեի մեր աղցանի։ Ծովախեց գետինը ինչ արեցինք այս ընթացքում։ Ես նախապես եփել էի կարագով, աղով, բիբարով ու մի փոքր սխտորի փոշիով։ Հիմա ուղղակի տաքացրեցի, որպեսզի տենց շատ սառը սառնանից հանած չդնենք աղցանին, չավելացնենք։ Մնում է ավելացնել ծովախեց գետինը եւ աղցանը պատրաստ է։ Այո։ Շնորհակալություն։ Ես վստահ եմ, որ մենք այսօր կհիանանք ձեր պատրաստածով, ինչու՞ չէ նաեւ կզարմանանք, որովհետեւ այսպիսի թանձրուկ երբևէ չեմ փորձել։ Պրեմիերա մեր եթերում ավելացնենք ծովախեց գետինը եւ հաջորդիվ հանդիպենք արդեն սեղանի շուրջ, եթե դեմ չեք։ Համաձայն եմ։ Դե կխնդրեմ ավելացնեք։ Վերջ, հիանալի, շնորհակալություն։ Ես կամաց զգում եմ, որ ել ավելի քաղցած եմ։ Առողջ ապրելակերպ, վնասակար սնունդ։ Իմ ցավոտ կողմերին կպակ։ Ինչու։ Փորձում եմ վարել առողջ ապրելակերպ, բայց գրեթե երբեք դա չի ստացվում։ Fast food-ը գալիս եւ հաղթում է առողջ սնունդ։ Չէ, չէի ասի։ Fast food-ը ընտանիքով էլ այդպես առանձնապես չենք սիրում։ Ճիշտ եմ, չէ՞ ասեմ։ Բայց առողջ ապրելակերպի մի մասը նաև երեկոյան չուտելը, բայց մենք ընտանիքով մի սեղանի շուրջ հավաքվում ենք երեկոյան։ Ու արդեն այդ առողջ ապրելակերպի կանոններին հետևելը ավելի բարդ է դառնում։ Հասկանալի է։ Շնորհակալություն, հանդիպում ենք սեղանի շուրջ։ Գնացինք։ Անունները չմոռանաք։ Ում չէ, ինչերի։ Անունները Վահան Դավիթ, Վաչե, ձեր ամուսինն է։ Աստղիկ դուք եք, սրա համար անուն, նրա համար անուն, շատ պարզ ամեն ինչ։ Շատ բարդ է։ Google, ChatGPT եւ նմանատիպ այլ նոր բաներ կան մեր կյանքում, իրանցից օգտվեք։ Չեք օգտվում։ ChatGPT-ին ընդհանրապես օգտվում եմ, բայց հենց պրիմիտիվ հարցով դեռ չեմ դիմել։ Դե դիմեք այսօր։ Սպասեք տեսնենք ինչ կառաջարկի ChatGPT-ին իմ Դե մանրածովախեց գետնով աղցանին։ Տեսնենք։ Եվ այսպես սեղանի շուրջ ենք, մեզ միացավ Վաչեն, Վաչեն այն նույն անձնավորությունն է, ով գտնում էր կադրի ձայն կողմ մի քանի տեսարան առաջ։ Ողջույն Վաչե։ Ողջունում եմ։ Եվ այսպես սկսենք անվանակոչելուց։ Այո։ Ես եւ ChatGPT-ին որոշեցինք, որ Ժուլիենը թող մնա Ժուլիեն։ Ինձ թվում է դրանից լավ այս ուտեստի համար հնարավոր չի հորինել։ Իսկ աղցանի համար ChatGPT-ի տված 5 անուններից ինձ ամենաշատը դուր եկավ Fiesta-ն։ Fiesta, այո, ինձ էլ դուր եկավ։ Եվ ձեր պատրաստած աղանդերը։ Այո։ Cheesecake ասացիք։ Cheesecake-ի շատ նման է։ Եկեք նրան անվանենք Star Cake, ի պատիվ ձեզ։ Հա, շատ համաձայն եմ։ Ավելի քան համաձայն եմ։ Անցնենք համտեսելուն։ Ինչից սկսենք ըստ ձեզ, որն է հոգեպես ավելի ազնիվ։ Հոգեպես ավելի ազնիվ չգիտեմ, բայց ինձ թվում է արարողակարգով։ Ճիշտ կլինի աղցանից սկսել։ Դե անցնենք արարողակարգային համտեսին եւ թույլ տվեք հյուրասիրել ձեզ։
Ոյ, շնորհակալություն։ Ես նույնպես շնորհակալ եմ Իմ այս ամենին։ ամանորյա սպասքից իմիջայլոց առաջին օգտվողները հենց դուք Օ, եք։ շնորհակալություն, ինչպես նաև այս տոնածառի վրա խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Այո։ Վաչա թույլ տվեք ձեզ նույնպես հյուրասիրել։ Fiesta, այո։ Այո։ Ասաց ChatGPT-ն։ Վերջապես էս աղցանը անուն կունենա։ Եվ հիմա հասկանանք շատ հետաքրքիր թանձրուկով ինչ աղցան է ստացվել։ Հուսամ կհավանեք։ Ես շնորհավորում եմ բոլորիս գալիք ամանորի կապակցությամբ եւ մաղթում, որպեսզի խաղաղություն լինի մեր երկրում եւ յուրաքանչյուրիս ընտանիքում։ Շնորհակալություն, անցնենք համտեսելուն։ Fiesta։ Հիմա համով լինի։ Այո, Հա։ այո։ Համային հրավառությունը ստացվեց։ Շնորհակալություն Աստղիկ շատ հետաքրքիր աղցանի, վստահ եմ նաև շատ համեղ ժուլիենի համար։ Տենց բարիախորժակ։ Ես եմ շնորհակալ ձեզ ուշադրությանը արժանացնելու համար։ Օ, Այո։ շնորհակալություն։ Բա ժուլիենը մնաց ժողովուրդ։ Հիմա էլ կանցնենք Ժուլիանին։ Ժուլիանը միշտ վաչեն է դնում։ Հա, Ես կհյուրաս։ Իրա Բաչա ջան, խնդրում եմ։ Ժուլիեն եք մեր։ պարտականությունն է։ Բայց լավ գծույ է ստացվել։ Հա։ Որը։ Հա, Աղցանը։ չէ՞։ Կբերես աստղը։ Շատ համեղ է Աստղիկ։ Վայ, Անկեղծ։ ավելի քան ուրախ եմ։ Ես էլ։ Օ, շնորհակալություն։ Բեշամելը շատ ոնց որ ստացվեց, հա, բանը։ Բավական։ Ժուլիենը։ Սենց պետքա լիներ։ Հա, ես միշտ էսպես եմ պատրաստում, արդեն տարիների փորձ ունեմ էլի բեշամել, բանի, ընդհանուր էս Ժուլիենի։ Պիտի որ էս էլ համով լինի։ Այո, համեղ էր։ Արժ էր հասնել կոտայքի ծերը, որ ես համերը հասկանամ։ Աստղ շնորհակալություն իսկապես համեղ ուտեստների համար, պետք է ասեմ, որ ինձ հատկապես տպավորեց աղանդերը, որովհետև հիասքանչեր ստացվել։ Ձեզ մաղթում եմ հրաշալի ու հեքիաթային տոնական օրեր եւ նորանոր ձեռքբերումներ ու ստեղծագործական կյանք։ Ես էլ եմ շատ շնորհակալ, նորից համեցեք, միշտ պատրաստ եմ հատկապես ձեզ ընդունել։ Շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն։ Ոյ, շնորհակալություն շատ տղաներին, լավ ու դրական էմոցիաներով օրվա համար։ Ես էլ անտանելի հոգնած եմ, գնում եմ քնելու վերջապես։ Չէ, հոգնածը ո՞րն է, այնտեղ հələ լիքը բան կա, չենք կերել, չենք փորձել, բան չենք արել, տենց չի լինում, չի կարելի տենց։ Հետո ասում եք կգա կշարունակենք, բա մնացածը ո՞նց ենք անելու։ Ես չէի նախատեսում, որ հետ եք գալ։ Այո, մենք տարած հետ վերածներն ենք։ Եկանք ու մնալու ենք։ Ճիշտ է, հատկապես։ 31-ը կարակ մնա։ Okay. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.